Ալիևը երբ հրաման տվեց քանդել ու ավերել հայրենականին նվիրված բոլոր հուշակոթողները Արցախում, երևի նորից հիշեց ադրբեջանցիները այդ պատերազմում դավաճանների թվով առաջինն էին, ավելին էին, քան Կովկասի մյուս բոլոր ժողովուրդների դավաճանները միասին հաշված։ Ալիև Հեյդարիչը չի մոռացել անշուշտ, որ իր պապերից եւ ոչ մեկը այդպես էլ չդարձավ, ոչ մարշալ, ոչ ծովակալ, ոչ էլ փոխծովակալ։ Միևնույն ժամանակ նրա համար այդքան ատելի հայերը պատմության մեծ հաղթանակին 4 մարշալ, 1 ծովակալ եւ 9 փոխծովակալ տվեցին։ Եթե ատելությունը հայերի նկատմամբ նրա գենետիկ կոդում է արյան մեջ, ապա այդ ինչ վրեժ է վերացնել մի հակամարտության հաղթական հուշակոթողները, որին նաեւ իր ժողովուրդն է մասնակցել։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մարտական պատրաստության գլխավոր վարչության նախկին պետ գեներալ գնդապետը կարծես տալիս է այս հարցի փաստական պատասխանը գրելով, թե 1941-ից 45 թվականներին Ադրբեջանը ֆրոնտ է ուղարկել 300,000 էթնիկ ադրբեջանցի, 2 անգամ քիչ, քան հայերն են եղել։ Իդեպ նրանցից 160,000-ը անցել են գերմանացիների կողմ ու տարբեր գնահատականներով 70,000-ից մինչև 120,000-ը ընդգրկվել են նացիստական զորքերի շարքերում եւ կատարել ամենանենգ աշխատանքը հաշվեհարդար խաղաղ բնակչության հետ օկուպացված շրջաններում։ Ռուս բարձրաստիճան զինվորականի պնդմամբ ադրբեջանական նացիստական լեգիոններից մեկը առանձնացել է դաժան հաշվեհարդարով Կուբանում գտնվող ռուսական մի բնակավայրի բնակիչների նկատմամբ, որի համար պարգևատրվել է ամենաբարձր պարգևներով։ Թեման ուսումնասիրած հայ պատմաբաններն էլ ասում են, քննարկելու, խմբագրելու ոչինչ չկա։ Ադրբեջանցիները, որ հայրենականի տարիներին առավել հայտնի էին որպես Կովկասի թաթարներ, տխրահրճակ ուղի են անցել այդ պատերազմում։ Մի հատ գեներալ են ունեցել, հատ եղած է։ Մոսկվայում իրենց ադրբեջանցիների ներկայությամբ ես դա ելույթունից նշել եմ հետեւյալը, որ այդ որ թվեր են իրենք նշում։ Իրականության մեջ իրենք ասում են Ադրբեջանից հերոսների թիվը, որի մեջ իհարկե ամենածանրակշիռ տեղը մենք հայերս ունենք 26 հոգի խորհրդային Ադրբեջանի տարածքից հերոսներ ենք ունեցել, մենակ 2-ը Չարդախլու գյուղից մարշալներ եւ 12 գեներալ։ Բազմամիլիոնանոց ամբողջ ադրբեջանական ժողովուրդը ավելի քիչ ԽՍՀՄ հերոս է տվել, քան փոքր 150,000-անոց հայաբնակ Լեռնային Ղարաբաղը։ Եվ հենց այդ պատճառով է, որ երբ Ադրբեջանի նախագահը մայիսի 9-ին ասում է, թե իբր Ադրբեջանը տվել է 116 ԽՍՀՄ հերոս, նա այստեղ ներառում է 48 ղարաբաղցի հայերի, ինչպես նաև ռուսների եւ այլ ազգությունների ներկայացուցիչների, ովքեր ապրել են արհեստականորեն ստեղծված ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետությունում, սակայն որևէ կապ չեն ունեցել ազգությամբ ադրբեջանցիների հետ։ Մոսկվայի Պակլոնայա գարա թանգարանում մարդը գնա նայի տեսնի նույնիսկ հայերին ադրբեջանցիների փոխարին էին տանում, նրանք նստած ասում են չայ խանաներում չայ են խմում։ Ալիևի հայրը չի մասնակցել պատերազմին, իրան հնգնավոր ձևակերպել, ոչի բանը չեն մասնակցել, մի գեներալ Չիսանումիշի համար չեն ունեցել։ Երբ որ պետք է լինում, ասենք Ղարաբաղի հայերը, որ այդքան փոքր տեղից այսքան հերոսը գեներալ են տվել, ասում են նաշի ադրբեջանցի, երբ որ պետք է լինում, ասում են հայերը հեչ են գիտեն։ Մի հատ գեներալ չէր ադրբեջանցի։ Եվ ուրեմն այս ադրբեջանցիները հայրենականում խայտարակ տխուր քրոնիկոն ուսումնասիրելուց հետո, որ մի վանդալ ադրբեջանցու ձեռքը կդողա, քանդել ու ավերել հայերի արձաններն ու անունները, որ թողել են հայկական անջնջելի հետքը նացիզմի դեմ պայքարում։ Տիգրանուհի Կուլղինյան, ժամը լրատվական։